Առաջին անգամն է այսօր, որ գտնվում եմ մեր Հայաստանի այս առաքելական եկեղեցու գամարների ներքև եւ աղոթագից եմ դառնում ձեզ բոլորիդ հետ իմ հոգու մեջ ձունգի եմ գալիս եւ փառք եմ տալիս Աստծուն, որ ինձ շնորհեց այս գեղեցիկ բախը հոգևոր մեր ներքին աշխարհում Աստված զգալու Քրիստոսի ներգործությունը զգալու եւ էջմիածնի մայր աթորի ներկայությունը ապրելու գեղեցկագույն բախ սրանից ավելի ինչ գեղեցիկ բախ կարող է մարդ երևակայել եւ իր ժողովրդի հետ միասին կհանդիպի Աստծուն Սուրբ Էջմիածնի ճամփով ապրեք հազար ապրեք զավակներ Հայոց ազգի այսպիսի հավատարմությամբ հանդեպ ձեր սուրբ եւ առաքելական եկեղեցուն եւ հանդեպ մայր աթոր Սուրբ Էջմիածնի մենք բոլորը ունենք մեկ պատկանելի դա հայաստանյաց եկեղեցու եւ մեր հայրենիքի պատկանելիություն մեկս կարող ենք ծնված լինել մի երկրում մեկս կարող ենք մեծացած լինել մի տեսակ ընտանիքում ամեն մեկը մեզանից իր սեփական պատմությունը ունի բայց բոլորս միասին մեկ պատմություն ունի որ կսկսի հայգով դանցնի լուսավորչով Սահակ Մեսրոբով, Թաչն Բրդանով, Նարեգացով, Շնորհալիով, Գրիգոր Տաթևացիով եւ մեր բոլոր հայրապետներով եւ մարտիրոսներով եւ սրբերով, որոնք մեր հոգեգան հարստության աղբյուրն են եւ այդ բոլորը կպատկանեն ոչ ինձ, ոչ ձեզ, բոլորիս Եվ դրա մեջ է, որ գտնենք մեր ինքնությունը, մեր արժանապատվությունը և մեր ուժը։ Եթե այդ հասարակած ընդհանուրիս պատկանող ուժերը բացեն մեր մեջ, ինչ էլ լինենք անհատապես ոչինչ։ Ընդհանրությամբ ենք ինչ որ ենք, համայնությամբ ենք միայն զորավոր և մեր եկեղեցին այն մատնիսն է, որ իրար կգավի ողջ հայությունը, որտեղը որները ծնված լինեն։ Այս գավազանը կարող է լինել մի սովորական գավազան, բայց եթե երբեք այս գավազանը բռնել է Խրիմյան հայրիկը, այդ գավազանը ուրիշ է։ Նրա սեփականն է, նրա տրոշմը կա մեջ, այսպես ալ Աստուծո տրոշմը կա մեր մեջ, Սուրբ Էջմիածինն է այդ գնիքը, այդ տրոշմը, և հետևաբար պետք է մենք մնանք սեփական Աստծուն գնիքովը Սուրբ Էջմիածնին մայր առաքելական եկեղեցուն։ Հետևաբար այսօր ես եկել եմ Սուրբ Էջմիածնից ասելու համար ձեզ բոլորին, որ դուք ջիք թափեք, չանք թափեք, եկեղեցու մեջ ձեր ներկայությունը շարունակական անեք և ոչ թե բարակայական և բադահական։ Այսօր եկել եք հազար բարի, բայց եթե հաջորդ կիրակի դադարք պիտի լինի եկեղեցին, բայ եկեղեցին։ Եկեղեցին պետք է որ շարունակական այցելությամբ ձեր կենդանի դառնա և դրա համար է որ ես հաճախ ասել եմ, մեր եկեղեցին ուժեղ է ոչ թե միայն իր պատմական ժառանգությամբ, ոչ թե հինուց եկած, տարերից եկած եկեղեցիներով, այլ իր կենդանի հավատքով։ Der Partner
Իրապես հոգեգանորեն ուզումի ալիքն է, որ կարողացել է սրտումը այս ժողովրդի հավատքին, այս կենդանի և վառ հայդությունը տեսնելով, նա ով ուզում է հավատալ տեսնել, թե այոց եկեղեցին ինչ հոգեկան վիճակի մեջ է գտնվում, թող դրա այս ժողովրդին տեսնի։ Այս ժողովրդին, որի մեջ հավատքը կենդանի է և կենդանի դինելով է, այդպես եմ զգում Աստծու առաջ և փառք եմ տալիս, որ այսպիսի հավատացյալ ժողովուրդ ունեմ և այդ ժողովրդին ծառան եմ դարձել։